Քրեակատարողական ծառայությունը եւս կարևորում է նման հարցերի բարձրաբանումը հանրային տիրույթում, ինչպես նաեւ ծառայությունը ներկայացրել է պաշտոնական բարձրաբանում։ Սկսենք սկզբից, թե ինչու է ստեղծվել այս իրավիճակը։ Քրեակատարողական ծառայությունում տեղեկություններ են ստացվել, որ Բարաշեն քրեակատարողական հիմնարկում դատապարտյալներից մեկը ցանկանում է իր առավելությունը ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ եւ այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ, ինչը քրեակատարողական ծառայության պրակտիկայում առաջի դեպքը չէ, բազմիցս լինում են նման դեպքեր, երբ քրեական ենթամշակույթի ազդեցությունը նկատվում հիմնարկի բնականոն գործունեության վրա կամ վերասոցիալականացման գործընթացների խոչընդոտելու վրա նման որոշում է կայացվում եւ տվյալ անձը տեղափոխվում է այլ քրեակատարողական հիմնարկ կամ այլ խուց, որպեսզի չեզոքացվի կամ նվազեցվի այդ ազդեցությունը։ Այս դեպքում եւս այդ որոշումը կայացվելուց հետո քրեակատարողական հիմնարկի ներկայացուցիչները մոտեցել են համապատասխան խուց եւ տվյալ անձին ներկայացրել, որ ինքը պետք է տեղափոխվի այլ քրեակատարողական հիմնարկ։ Արդեն այստեղից սկսվել է անհնազանդություն, այսպես ասեմ, քանի որ ծառայողները ներկայացրել են օրինական պահանջ, որ չի կատարվել դատապարտյալների կողմից։ Իսկ դատապարտյալները օրենքով սահմանված, բացի հիմնական իրավունքներից, ունեն նաև պարտականություններ, ի թիվս այլի, դրանցից մեկը հիմնարկի վարչակազմի ծառայողների օրինական պահանջներին ենթարկվելն է եւ ներքին կանոնակարգի պահանջներին ենթարկվելը, որը հիմնարկում պահվող անձանց հիմնական պարտականություններից է։ Քանի որ հրաժարվել է կատարել տվյալ անձը օրինական պահանջը եւ հրահրել է անախորժ միջադեպեր եւ դրա հիման վրա արդեն սկսվել են այլ խցերից աղմկել, որ ինչու եք մեր դատապարտյալին տեղափոխում, ցանկանում եք տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկի աջակցություն տվյալ անձի, սկսել են թակել դռները, ինչ որ իրեր եղել են, որ այրվել են, ամեն դեպքում ծուխ եղել է խցերում եւ այս պարագայում արդեն քրեակատարողական հիմնարկը զերծ է մնացել որևէ գործողությունից եւ հրավիրվել է հատուկ նշանակության ջոկատ, հատուկ նշանակության ստորաբաժանում, որի հենց պարտական ֆունկցիոնալ հատուկ նշանակության ջոկատը քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանում է եւ անմիջական ենթարկվում է քրեակատարողական ծառայության պետի։ Կամ պետն է հրավիրում կամ պետին փոխարինող անձը։ Տվյալ բանին, որ պարտականությունները կատարում են։ Ինչի համար է հրավիրվել հատուկ նշանակության ջոկատը, ստորաբաժանումը, քանի որ արդեն նշեցի, որ հենց նրանց ֆունկցիոնալ պարտականություններից մեկն է քրեակատարողական հիմնարկում այդպիսի անհնազանդությունների կասեցումը եւ նրանք ավելի պատրաստված են այդ մասով, քան թե ասենք հիմնարկի աշխատակիցները, չնայած նրան, որ անցնում են հատուկ ուսուցումներ, վերապատրաստումներ, բայց չի խրախուսում հիմնարկի ծառայողների կողմից ֆիզիկական ուժ կամ այլ հատուկ միջոցների կիրառումը։ Ես հատուկ նշանակության ստորաբաժանման կողմից արդեն նորից դատապարտյալների ներկայացվել է օրինական պահանջ, կոնկրետ այդ անձին այլ հիմնարկ տեղափոխելու, տրվել է բավարար ժամանակ, որպեսզի կատարեն ծառայողների օրինական պահանջները եւ օրինական պահանջները չկատարելուց հետո արդեն կիրառվել է ֆիզիկական ուժ, ձեռքի հնարք։ Այստեղ տպավորությունը տեսեք ինչ է ստացվում, հենց ասում ենք ֆիզիկական ուժ, բոլորս դա միանգամից հասկանում ենք, որ դա ծեծն է, բայց հենց հասարակ ձեռքի ոլորելը ինքը համարվում է ֆիզիկական ուժ։ Ու կոտրվել են ձեռքը։ Չէ, տեսեք, կոտրվածքի մասին դեռ կանդրադառնամ, կոտրվածքի ոչ մի անձի մոտ կապտուկներ եղել են, քանի որ տվյալ անձին ցույց են տվել դիմադրություն, շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել էլի օրինական պահանջներին։ Ֆիզիկական ուժ է կիրառվել։ Անունը ես չեմ տեսեք ինչ ու մահակներով դա ասել են։ Դա ծեծել չենք ասում ենք, դա ասում ենք ֆիզիկական ուժի կիրառում, որը որ լիազորված է քրեակատարողական ծառայությունը օրենքով կիրառելու ֆիզիկական ուժ։ Ես խնդրում եմ վերացած ֆիզիկական ուժը թևը ոլորելն է,
Եթե անձին թևը ոլորելուց ինքը դիմադրությունա ցույց տալիս, կարա եւ վայր ընկնի, կարա եւ ինչ որտեղ հարվածի, կպնի։ Դրա մասին է խոսքը։ Իսկ ինչ վերաբերվում է մահակներով ծեծ, դա բացառում ենք։ Պարոն Մարկարյան, այն տվյալները, որ Տիկին Ալեքսանյանը ներկայացրեց, այդպիսի տվյալներ փաստեր ներկայացրել են, ամեն դեպքում ահազանգել են այդ մասին դատապարտյալները։ Այն ինչ ներկայացվեց Տիկին Ալեքսանյանի կողմից, դուք ինչպես եք արձագանքում։ Մասնավորապես հարազատները Տեսեք, ես նախապատմությունը ասացի, թե որտեղից է սկսվում, Տիկին Ալեքսանյանը բազմաթիվ հարցեր բարձրացրեց, մի քանիսն եմ ֆիքսել մոտս, որոնց կանդրադառնամ։ Ներողություն նաև կխնդրեմ անդրադառնալ այն հարցին, որ Տիկին Ալեքսանյանին փոխանցել են, որ սա եզակի դեպք չէ, 1 ամիս գրեթե շարունակվում է, խնդրեմ։ 1 ամիս հասկանանք ինչն է շարունակվում, ֆիզիկական ուժի կիրառումը, թե չկա նման բան Տիկին Ալեքսանյան։ Պատճառի ոչ մի դիմադրություն։ Քրեակատարական ծառայությունը վաղուց ծաղելի է նույնիսկ։ Քրեակատարական ծառայությունը վաղուց անցել է այդ փուլը, որ անտեղի ֆիզիկական ուժ կիրառվի կամ ինչ-որ մեկին ինչ-որ անօրինական գործողություն իրականացվի, ցանկացած գործողություն քրեակատարական ծառայողի կողմից արձանագրվում է, փաստաթղթավորվում է, դրա նկատմամբ իրականացվում է եւ հասարակական վերահսկողություն, եւ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից ուսումնասիրություն եւ դատախազական վերահսկողություն, ցանկացած ֆիզիկական ուժ կիրառելուց հետո փաստաթղթավորելուց հետո նյութերը ուղարկվում են դատախազություն եւ դատախազությունը ուսումնասիրում է նաև նրանց համաչափությունն ու օրինականությունը։ Տվյալ գործով նորից պետք է նշեմ, որ արդեն նախաձեռնվել է, նյութերն ուղարկվել են քննչական կոմիտե Երևանին ու Բարաշեն քննչական բաժին եւ նախաձեռնված է քրեական վարույթ, որը ավելի մանրամասն կտա բոլոր հարցերի պատասխանները։ Եթե կլինեն վարույթի շրջանակներում ուսումնասիրությունը իրականացվում են, եթե ծառայողական քննության անհրաժեշտություն եղավ, կնշանակվի նաև ծառայողական քննություն։ Եթե պարզվեց, որ քրեակատարական ծառայողները ֆիզիկական ուժը գործադրել են, կիրառել են իրենց լիազորությունները անցնելով, դրան եւս համապատասխան իրավական գնահատական կտրվի։